Բարի գալուստ մեր ալիք, ողջունում ենք ձեզ մեր ալիքում և առաջարկում բաժանորդագրվել, որպեսզի լսեք մեր հետևորդուհու կողմից ուղարկված անչափ հուզիչ պատմությունը, թե ինչպես անտուն կինն օգնեց մեծահարուստին, այնինչ տեղի ունեցավ հետո, անտարբեր չի թողնի ոչ ոքի, ձմեռ էր, դաժան ու անողոք, քաղաքի փողոցները ծածկված էին հաստ ձյունով, իսկ քամին անընդհատ մտրակում էր ամեն անցորդի: Մարդիկ քայլում էին շտապելով, կծկված իրենց տաք վերարկուների մեջ, փորձելով որքան հնարավոր է քիչ ժամանակ անցկացնել դրսում: Սակայն քաղաքի ամենացուրտ անկյուններից մեկում մի հին կամրջի տակ նստած էր մի կին, պատառոտված վերարկուով, գլխաշորով, որն արդեն կորցրել էր իր նախկին գույնը: Նրա ձեռքերը գույնզգույն էին ցրտից, շուրթերը ճաքճքած: Նա ուներ մի քանի խունացած իրեր, որոնք պահում էր ավելի փոքրիկ վարկի մեջ, բայց ոչինչ ավելի արժեքավոր, քան իր բարի սիրտը: Նրա անունը Մարո էր: Երբեմն անցորդները նայում էին նրան արհամարհանքով, երբեմն նույնիսկ բարկությամբ, կարծես նրա աղքատությունն իր մեղքն էր: Մյուսները պարզապես խղճով էին նայում, բայց ոչ ոք չէր կանգնում հարցնելու, թե ինչպես է: Նա արդեն սովորել էր մենակ մնալուն: Այդ օրը Մարոն սեղմվել էր իր հնամաշ վերարկուի մեջ, երբ հանկարծ լսեց թեթև, բայց ցավով լցված տնքոց: Սկզբում նա մտածեց, որ երևի իրեն է թվում, բայց երբ ուշադիր նայեց, տեսավ մի մարդ ընկած ձյան մեջ, կամրջի անկյունում: Նրա վրա շքեղ, բայց ձյունով պատված վերարկու էր և թվում էր, թե նա ուժ չուներ անգամ շարժվելու: Մարոն առանց երկմտելու վեր կացավ ու վազեց դեպի տղամարդը: Նա կռացավ, փորձեց շարժել նրան, բայց տղամարդը տնքաց, ակնհայտորեն ցավ զգալով: Պարոն, լավ ե՞ք, շփոթված, բայց անհանգստացած ձայնով հարցրեց Մարոն: Տղամարդը, ում դեմքը կիսով չափ ծածկված էր շարժով, հազիվ բացեց աչքերը: Իմ ոտքը, հազիվ շշնջաց նա: Մարոն արագ նայեց ներքև ու տեսավ, որ տղամարդու ձախ ոտքը անհասկանալի դիրքում էր: Հավանաբար նա սայթաքել էր ու ընկել, վնասելով ոտքը, բայց ոչ ոք չէր կանգնել նրան օգնելու: Ձեզ չի կարելի այստեղ մնալ, վճռականորեն ասաց Մարոն, դուք կմրսեք: Նա փորձեց տղամարդուն օգնել կանգնելու, բայց դա այնքան էլ հեշտ չէր: Տղամարդը ծանր էր, իսկ Մարոն ուժեղ չէր: Բայց նա չհանձնվեց: Նույնիսկ եթե մարդիկ նրան շրջանցում էին, նա չէր կարող անել նույնն ուրիշի հանդեպ: Կպահեմ ձեզ, խնդրում եմ, փորձեք կանգնել, ասաց Մարոն: Տղամարդը նայեց նրան, տեսավ իր առջև կանգնած մաշված շորերով կնոջն ու չկարողացավ հավատալ, որ նա իրեն օգնում է, երբ մյուսներն ուղղակի անցնում էին կողքով: Մարոն ուժերը լարեց, սեղմեց տղամարդու թևն ու վերջինս ծանր շնչելով վեր կացավ: Նա կաղալով քայլում էր Մարոյի օգնությամբ: Ասացեք, ո՞ւր տանեմ ձեզ, հարցրեց կինը: Տղամարդը մի պահ լռեց, հետո ասաց, չգիտեմ, ես ուղղակի ուզում եմ մի տեղ տաքանալ: Մարոն գիտեր, թե ուր կարելի է գնալ: Չնայած ինքն անտուն էր, բայց ժամանակ առ ժամանակ այցելում էր մի փոքրիկ ապաստարան, որտեղ գոնե կարելի էր մի բաժակ տաք թեյ խմել: Նա որոշեց տանել նրան այնտեղ: Քայլելով, երբեմն դժվարությամբ, երբեմն կանգ առնելով նրանք հասան ապաստարան: Տղամարդը նստեց, մինչ Մարոն վազեց ներս մի բաժակ տաք թեյ բերելու: Երբ վերադարձավ, տղամարդը մի փոքր ավելի լավ տեսք ուներ, բայց դեռևս ցավում էր: Ինչո՞ւ օգնեցիր ինձ, զարմացած հարցրեց նա, երբ արդեն նստած էր տաքության մեջ: Մարոն ժպտաց, որովհետև ուրիշ բան չգիտեմ անել: Ես սովոր եմ օգնելու, նույնիսկ եթե ինձ ոչ ոք չի օգնում: Այդ պահին Արտակը, ով մեծահարուստ գործարար էր, հասկացավ, որ առաջին անգամ երկար տարիների ընթացքում հանդիպել է մի մարդու, ով անում է լավություն, առանց որևէ բան ակնկալելու: Արտակը նստած էր տաք թեյը ձեռքում, բայց մտքերը սառույցի պես սուր էին: Նրա ամբողջ կյանքում մարդիկ մոտենում էին իրեն շահի ակնկալիքով: Բիզնես գործընկերներն ավելի մեծ գործարքների, ընկերները շահավետ կապերի, նույնիսկ իր հարազատներից ոմանք միայն ժառանգության ակնկալիքով: Բայց ահա այս կինն անտուն չունե, որ օգնեց իրեն, առանց ակնկալիքի: Մարոն նստեց նրա կողքին: Նա մի պահ նայեց Արտակին, հետո քաշեց հին վերարկուն իր շուրջը, ասես ուզում էր պաշտպանվել ոչ թե ցրտից, այլ կյանքից: Ի՞նչ էր պատահել ձեզ, հարցրեց Մարոն: Արտակը մի պահ լռեց: Նա երբեք չէր կիսվել իր խնդիրներով,
քանի որ սովոր էր, որ մեծահարուստները խնդիրներ չեն ունենում, առնվազն արտաքինից։ Ես ուղղակի վատոր եմ ունեցել, կարճ պատասխանեց նա, բայց Մարոն ժպտաց, հասկանալով, որ կա ավելի խորը բան։ Վատորերը միշտ գալիս ու անցնում են, ասաց նա, բայց երբ ընկնում ես, ամենակարևորը վեր կանգնելն է։ Արտակը խորը շունչ քաշեց, նա երբեք չէր լսել այդ խոսքերն այնպիսի մեկից, ով բառացիորեն գիտեր, թե ինչ է ընկնելն ու մնալ ներքևում։ Իսկ դուք ինչպես եք այստեղ հայտնվել, կամացուկ հարցրեց նա։ Մարոն մի պահ աչքերը կիսախոփ արեց, նրա հիշողություններում մի քանի վայրկյանում վերականգնվեց անցյալը։ Մի ժամանակ ես էլ ունեի տուն, աշխատանք, նույնիսկ մի փոքրիկ կրպակ, պատմում է նա, բայց կյանքը միշտ չէ, որ արդար է։ Ամուսինս հիվանդացավ, մեր ողջ գումարը ծախսվեց բուժումների վրա, բայց նա չփրկվեց։ Հետո կորցրեցի տունս, քանի որ չէի կարող վճարել վարձը, այդ օրվանից ապրում եմ այնտեղ, որտեղ կարելի է։ Արտակը զգաց, թե ինչպես իր սիրտը ծանրացավ։ Նա վարժվել էր մտածելու, որ փողն ամենակարևոր բանն է, բայց հիմա հասկացավ, որ իրականում կյանքում կարող ես կորցնել ամեն ինչ մեկ ակնթարթում։ Իսկ դուք երբեք չեք մտածել նորից սկսել, հարցրեց նա։ Մարոն թեթև ժպտաց։ Իհարկե մտածել եմ, բայց երբ չունես ոչինչ, երբ չունես մեկը, որ քեզ օգնի, ամեն ինչ շատ բարդ է դառնում։ Ես ամեն օր փնտրում եմ աշխատանք, բայց մարդիկ չեն վստահում ինձ, տեսնելով իմ վիճակը։ Արտակը գլուխը կախեց։ Նա հասկանում էր, որ այս կինը շատ ավելի ուժեղ էր, քան պատկերացնում էր։ Մի քանի օր անց, երբ Արտակի ոտքը լավացավ, նա վերադարձավ նույն տեղը, որտեղ գտել էր Մարոյին, բայց նա այնտեղ չէր։ Արտակը մի քանի ժամ փնտրեց, մինչև վերջապես գտավ նրան նույն կամրջի տակ նստած իր փոքրիկ իրերի հետ։ Դու ինձ օգնեցիր, երբ ես ամենավատ վիճակում էի, ասաց Արտակը։ Հիմա ես ուզում եմ նույնն անել քեզ համար։ Մարոն շփոթված նայեց նրան։ Ինչ նկատի ունեք։ Ես ուզում եմ, որ դու գաս իմ ընկերություն, սկզբում որպես օգնական, հետո կտեսնենք։ Կյանքը քեզ երկրորդ հնարավորություն է տալիս, իսկ ես պարզապես միջնորդն եմ։ Մարոն հուզվեց։ Նա չէր պատկերացնում, որ մի փոքր բարի արարքը կարող էր այսպիսի հետևանք ունենալ։ Նա ընդունեց Արտակի առաջարկը, սկզբում դժվար էր, նոր հագուստ, նոր միջավայր, մարդիկ, ովքեր կասկածանքով էին նայում իրեն, բայց Արտակը վստահ էր, որ Մարոն արժանի է նոր կյանքին։ Մեկ տարի անց Մարոն արդեն լիարժեք աշխատում էր Արտակի ընկերությունում, նա վարձեց իր առաջին բնակարանը, նորից սկսեց ապրել արժանապատվորեն։ Երբ մի օր լրագրողներից մեկը հարցրեց Արտակին, թե ինչու օգնեց անտուն կնոջը, նա միայն պատասխանեց, որովհետև երբ ես օգնության կարիք ունեի, հենց նա էր, որ ձեռք մեկնեց ինձ, իսկ կյանքում ամենամեծ հարստությունը ոչ թե փողն է, այլ այն մարդիկ, ովքեր անկեղծ են ու բարի։ Այսպես մի փոքրիկ բարի արարք փոխեց երկու հոգու կյանք, ցույց տալով, որ երբեմն պարզապես պետք է մեկի ձեռքը մեկնել, որպեսզի հրաշքները տեղի ունենան։